Հայ ժողովուրդ, ողջույն։ Մենք այստեղից բոլորիդ բարևում ենք եւ ասում ենք, որ այս ճանապարհը, որով որ մենք պետք է բացահայտենք հերթական յուղը, օգնել է մեզ բացահայտելու եւս մի քանի գյուղեր։ Իսկ թե որ գյուղերն են, դրանց մասին հիմա կասի Գաբրիելը։ Մենք բացահայտել ենք Ագարակ գյուղը, Եղբարդ գյուղը եւ Ուժանից գյուղը։ Իսկ այսօր արդեն ժամանակն է, որ մենք միասին բացահայտենք Խդրանց գյուղը։ Ողջույն մեր սիրելի Խդրանց։ Խդրանց գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է։ Խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում։ Տարբեր աղբյուրներում հիշատակվում է Խոտորանց, Խտրանց, Սիրքաթաս ձևերով։ Համապատասխանում է Սյունիքի Բարգուշատ գավառի Խոտորանց գյուղին, որի բարբառային հնչյունափոխությունից էլ առաջացել է Խդրանց անվանումը։ Գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղերից մեկի լեռնալանջերին, ծովի մակերևույթից 1000-ից 1100 մետր բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Հայկական սովետական հանրագիտարանը ուսումնասիրելիս Խդրանց գյուղի մասին հանդիպեցինք հետևյալը։ Գրքում հիշատակվում է, որ եկեղեցին կառուցվել է 1892 թվականին։ Նաև գյուղում կա Չորեկ վանքը և խաչարձաններ։ Մեջբերում ենք Ավետիս Ծատրյանի հուշերից այն հատվածը, որտեղ խոսվում է Ռաֆու մասին։ Ռաֆին անընդհատ դիտում էր շուրջը, հարցնում պատահած Սարավայրի ու Դաշտավայրի անվանումը ու նշումներ անում ծոցատետրում։ Միտքը շարունակ որոնումների մեջ էր։ Ճանապարհի աջ կողմում Խդրանց գյուղի վերևում նա նկատեց մի սարաբլուր, ծածկված ահագին հաստաբույն ծառերով ու դիմելով ինձ ասաց. Սյունիքում ամենուրեք հուշարձանները շրջապատված են լինում հնադարյան վիթխարի ծառերով։ Այդտեղ անշուշտ մի բան կա։ Այս կողմերում մի հին եկեղեցի կա, որը կոչվում է Չորեկ, պատասխանեցի ես։ Պետք է տեսնել, բարի եղեք առաջնորդելու։ Դրանուն ոնց է։ Աշոտը։ Հա, Աշոտ, մեծ Աշոտ, ծեր Աշոտ։ Ոնց է Աշոտ, բավից սիրուն աչքեր է, Օնիկ։ Մի հատ նկարում է։ Ժանես լտական սիրուն է։ Բարձրացանք բլուրը, մտանք եկեղեցին։ Վիպասանը զննեց ամեն կողմ, նկատեց դռան գլխին սրբատաշ դեղնավուն մի քար, որի ճակատին կային բարձրաքանդակ խաչ ու փորագրված մի քանի տառեր, որ հայերենի նման չէին։ Գիրը հունական է, բացատրեց նա, իսկ կառուցվածքի ոճը հայկական, բայց շատ հին է։ Հնարավոր է 6-ից 7-րդ դարերի գործ։ Այդտեղ կար մի սառնորակ աղբյուր, որ բխում էր բոխի ծառերի թավ արմատների միջից, խմեց պաղ ջրից ու հիացմունքով ասաց. «Սա ջուր չէ, այլ անգին դեղ»։ Սիրելի մեր հետևորդներ, մենք գտնվում ենք Խդրանց գյուղում եւ հենց առաջի տունն է, որ մուտք ենք գործել, բայց հələ չենք ծանոթացել, ճիշտն է, ծանոթացել ենք պապիկի հետ, Աշոտն է, բայց Աշոտի տղայի հետ հիմա կծանոթանանք, դրանով Ժիրայրն է, ով գալիս է Խդրանց գյուղ, իր մեղուներին տիրություն անում։ Այս գյուղի ժողովուրդը միշտ լավ գյուղաց, ժողովուրդն էր, միշտ հյուրասեր են։ Հիմա կարող է մի քիչ ասեք էս օրենքների խախտումով ժողովուրդն ալի պատախախտված է, հարց չի, բայց այս գյուղը տես ունիկ մս խաչինա ասումն է, դու լսած ես։ Խաչինա։ Չորոք դռնի, եթե պատմություն ես գյուղի։ Սա մեր բաղին է, այդ հավասին։ Չորոք դռնի է, տենց է գոչում, ասինքն 4 դուռներ, եթե եկեղեցին 4 կողմից կյանալ։ Դաժե տաթևից մարդ են թաղված։ Նկարում է։ Տաթևից դե մարդիկ ունի թաղված։ Յոպեն 7-րդ դարի եկեղեցի։ Տոպա է ջանի։ Տեստեր։ Պես հայմիե չի, հա։
Սիրելի սյունեցիներ, ինչպես գիտեք, մենք գտնում ենք Խդերանց գյուղում եւ ծանոթացանք Խդերանցի Տիկին Ելենայի հետ, ով ծնունդով հենց այստեղից է, այստեղ ծնվել է, այստեղ դպրոց է գնացել, ցավոք սրտի այսօր դպրոցը չի գործում, բայց հիմա կիմանանք, որ թվերին է գործել եւ որ թվից դադարել գործել։ Դե 4 տարի ստեղ եմ սովորել, 4 տարի հետո տեղափոխվել Ագարակ, մի տարի Ագարակում եմ սովորել, հետո գնացի Կապան։ Այսինքն Ագարակում 5-ամյա է։ Չէ, 8-ամյա էր, ուղղակի գնացեմ Կապան։ Հա, տեղափոխվել եք Կապան։ Հա, ես եմ տեղափոխվել, հա, տեղափոխվել եմ Կապանում եմ սովորել։ Իսկ որ թվերին եք դուք սովորել ստեղ։ Այլ չեմ կարել, հիշեմ դե։ Մոտավոր։ Դուք որ թիվ եք։ 56 թիվ է։ 56 թիվ եք, երևի 62-63 թվին գնացել եք առաջի դասարան։ Առաջի դասարան։ Իսկ 5 գյուղից, ասենք, ինչ հիշողություններ կա, ժամանակին ինչով են գյուղացիները ստեղ զբաղվում։ Ծխախոտ էին շարում, անասնապահությամբ է զբաղվում, հետո գյուղատնտեսությամբ է զբաղվում, արտեր էին քանդիկ պամիդորներ կար, կաղամբ կար, բոլոր վաճառում են քաղաքում։ Իգնը շատ լավ էլ ամենանտի շատ կար, գյուղը ծաղկուն է, լիքը մարդ կար, բայց առայժմ մարդ չկա, երիտասարդություն չկա։ Մեկ էլ սա ձեր ամուսնու պապական տունն է, ձեր տունը որտեղ է։ Վերևում, մի քիչ վերև։ Այս կլուբի կողքը։ Շատ բարի, մենք կգնանք այնտեղ։ Հիմա մարդ կա, մարդ կա։ Այո, ախպերս ախպորսկին այնտեղ են մնում։ Մենք էլ ո՞նց եք դուք ծանոթացել, պարոն Աշոտ։ Այ, սա նոր որեք այս գյուղը։ Բայց չէ որ դուք այս գյուղից եք։ Գալա չէ, ես գյուղից եմ, բայց այս գյուղից ես չգիտեի որ գյուղը։ Այ հետոզմանը մեր։ Ինչ եք աստեղ իր ծանոթացա երկար տարիներ։ Ով է ում առաջինը հավանել։ Բանակ։ Երկուսը երիվ հավանել եք, ինչ իմանամ։ Որտեղ մենք երբ հենց ծանոթացել պարոն Աշոտի հետ, մանեն ասել ձեր աչքերը շատ սիրուն, ասում մենակ աչքեր չի, ես ընդհանրապես շատ սիրուն եմ։ Գիտե, Վանավանք։ Ձեր մեջ ով էր երաժիշտը, որ ակարդեոն էր նվագում։ նվագող շատ է, ես ինչ իմանամ, չեմ հիշում։ Դուք էլ եք նվագում։ Ես չէ, ես էլ Կլավն է դեր նվագում։ Խդրանց գյուղից է սերվել Տիկին Արգինեն, ով Մարգարիտներս գրքի մեջ հիշատակում է գյուղից սերված մարդկանց պատմությունները եւ պատվածքի տեսքով ներկայացնում գրքի մեջ։ Ուշագրավ է Արամ դայու եւ Էշի պատմությունը։ Էշը բեռը թափելուց հետո նստած անցնում էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով։ Էշը զռալով ու անկարգություններ անելով խախտում է անցումը, չի ենթարկվելով Արամ դայու հորդորներին։ Այ անասուն, ձենդ կտրիր, քաղաքում ենք։ Ճիպոտով տալիս էր Էշի գլխին, հանկարծ լսում է ճանապարհային ոստիկանի սուլոցը։ Այ հալիվոր, էս ինչ ես անում։ Ով է տեսել քաղաքի կենտրոնական փողոցով Էշ քշեն։ Կանգնիր տուգանքդ վճարի 5 ռուբլի։ Արամ դային գլխարկը ծռում է, թեք եւ ասում. Դու համարը վերցրու, ես շտապում եմ։ Ակտը կուղարկես Խդրանց գյուղխորհրդի նախագահին, այնտեղ էլ կմուծեմ։ Սիրելի ժողովուրդ, հյուրընկալել ենք պարոն Ռուբիկի հայրական օջախը։ Ծանոթացել ենք պարոն Ռուբիկի հետ, Տիկին Անահիտի հետ։ Նրանք հենց այս գյուղից են եւ երբ հարցրեցինք պարոն Ռուբիկին հենց այստեղ եք ծնվել, ասաց հենա, այնտեղ եմ ծնվել։ Հիմա կհասկանանք որտեղ եք ծնվել, ինչ մանկություն եք ունեցել, մի քիչ կպատմեք։ Աղան ստացան։ Դեղ փայտի աթոռը կրված էր։ Փայտի կրված դրած յանցնով։ Բայց գիտեմ, դետենցն ասա, տատիկս տենց ասա։ Հա, պատմել, հա, գյուղում ածոնվել ինքը, հա։ Ինչով եք զբաղվում։ Դե մանկությունը։ Մանկությունը նանց հետո գնացեմ բանակ Գերմանիայում ծավալա։ Դերից
եկել եմ Գյուղի աշխատող էր, Գյուղի ինքը կողոզ շոֆեր էր էր։ առաջ մեզ մոտ։ շոֆեր Կողոզում աշխատում էր, շոֆեր էր, հա, վարը։ հետո որ ամուսնացա գնաց քաղաք։ Մի քիչ ձեր սիրո պատմությունից պատմենք, ոնց եք հանդիպել։ Դալը ինքնայս գյուղա դորիշ դա Մենք իրես միդասանն սուրբել եք դա։ սովորել։ Միդասանի Միդասանի երեխաներ եք եղել, այո։ Այան Չորչորը հացրին դասան խոսին միասին։ Հետո ես գնացի քաջարար, ինքը մնաց։ Ագարակում շարունակեց։ Դե իր մամա Սիրելով եք ամուսնացել։ ինքը ինձ շատ էր սիրում, իմ մամաս իրան շատ էր սիրում, ինձ միշտ ասում էր, դու պիտի գնաս այդ տղային։ Պիտի մի բիլլան վախտի yarısı. Ինչ կար, որ հիմա Ասեմ չկա։ ինչն է կարոտում, ամեն ինչ շատը կարոտում ենք, որ երեխաները շատ էին, մարդիկ շատ Շատ էին, էին։ դուրս էին գալիս, Մարդիկ խոսում էին, իրար հետ խաղում էին, նստում։ բայց հիմա երեխա չկա, իմ թորնիկները Ոչ մի բան գալիս չկա։ են, Մեկը մեկը չկա, մեկը որ հետ հետը նստից։ չկա, երեխաներ չկա, ուր այլ եք։ Ապրանք մորթում էին յուղած քաղաք։ Մեկի տանը։ Այսօր մեր տան, վաղը ձեր տանը։ Բայց մենք տեն բանը չի։ Ayana յուղը տելան է դա։ Բերեք։ Քանդարի, որտեղ տեսնում ենք պրուժինով մահճակալ, պետք է մենք միանշանակ ցապենք, հոպ, տանց չկա։ Հակա։ Ինչ? Խդրնեցի։ Խդրանցից, հələ բաց։ Կաղակը Շոնը։ Շոնը կաղակը ծե։ Tomaten orkungas toza eli. Մանեկին։ Orkungas toza. Երազի երկի հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Քարքարով երկի Ես մի բուրն եմ քո Ես մի ծիլն եմ քո արտի, ես մի թերթն եմ քո ծաղկի, հայրենի երկիր։ Ես մի բուրն եմ քո հողի, ես մի ծիլն եմ քո ծաղկի, ես մի զարկն եմ քո բասկի, հայրենի երկիր Հայաստան
Ախերնեն քեզ շահեր, իմ եղբայրքնեն քեզ պահեր, քոնեն որդիքն իմ ջահեր, հայրենի երկիր, իմ պապերնեն քեզ շահեր, իմ եղբայրքն քեզ պահեր, քոնեն որդիքն իմ ջահեր, հայրենի երկիր, Հայաստան Սիրելի մեր հետևորդներ, համեղագույն տանձ ենք ուտում Խդրանց գյուղի եւ ծանոթացել ենք Յուրա ջաջայի հետ, ով բնիկ խդրանցի է։ Այո, ծնվել եմ Խդրանցում, կմեռնեմ Խդրանցում։ Ահա։ Դե հիմա պատմեք, գյուղը նախկինում եւ հիմա ինչ տարբերություն կա, ինչն է կարոտում։ Նախկինում գյուղը եղել է շատ լավ, ջահելությունը եղել է, հիմա ոչ մի ջահելություն չկա, ես եմ մնացել մեր տիկնոջի հետ, դե մերոնք եկել են այսօր ոչինչ, գյուղը թարմացնում։ Մշտական եք այստեղ ապրում։ Այո, մշտական, ձմեռը ինչով եք զբաղվում։ Ձմեռը ոչ մի բանում, երկու աճագարոն եք պահում, վերջելի դե բաղմա, դա մեր բաղումն է։ Մեկ էլ YouTube-ով թաուն կապանի մեր հաղորդումները կնայեք։ Անպայման ես նայում։ Վերջ, ուրեմն Եղել եք ծավալ։ զբաղվածություն կա արդեն։ Այո, միշտ զբաղվում եմ։ Մեզ եղել է ջաղաց։ Այո։ Հիմա չունեք այդ ջաղացը, որը զինվորները կաղնում են պոստի, ջաղացում մերս ալուրեր աղում, թորերն լունեք, հացեր թխում ուղարկում եք զինվորների։ Որիշ շատ պատմություններ կան, կռվի տարիներին եղել եք համերաշ, խլավ, հիմա մարդ չկա, նայում ես ոչ մեկը չկա։ Գաբրիելին համոզել ենք, որ ծառը բարձրանա։ Հիմա տեսնենք կհաղթահարի, թե ոչ։ Այո։ Կեցես։ Սիրելի սյունեցիներ, ես բարձրացել եմ Խդրանցի այն ծառի վրա, որտեղ յուղացիները գալիս են եւ նկարվում։ Պրշնի։ Ողջ ես։ Սալամատ։ Սա գյուղի սրբատեղին է, քանի որ եկեղեցին ամխիթար վիճակում է եւ անանցանելի, գյուղացիները այստեղ դարձրել են սրբատեղի եւ մոմ է վառում։ Հիմա մենք էլ մեր երազանքները իրագործելու համար երկու մոմը հենց վառեցինք այստեղ։ Անե, մենք հիմա ուր ենք գնում։ Գնում ենք Սուրբ Վայր, շատ դժվար ճանապարհներով, ճանապարհն էլ հավաքում ենք հետաքրքիր։ Ռակուշկա։ Գնում ենք Խաչի նավ, Խդրանց գյուղում ենք, այսպես գնում ենք։ Այլ գյուղերում մոշը հասել է, այստեղ էլ շոր է կարմրում, կլիմայի տարբերությունը։ Ողջույն մանե։ Ժողովուրդ, մենք դեռ գնում ենք Խաչին նավ, որ ասում են, գնում ենք հələ, բայց տեղ չենք ասում, երևի մի 20 րոպե արդեն գնում ենք։ Զգուշացնենք, որ այս երեխաները մեզ խաբեցին։ Մանեն սենց փայտ հավաքելով։ Կաղին է։
Սիրելի մեր հետևորդներ, խդրնեցիները ասում են, որ հենց գարունը գալիս է, առաջինը այս ծառն է կանաչում։ Շատ երկար ճանապարհ եք անցել, որպեսզի հասնենք այս վայր, անվանում են Աշոտ, ինչ են անվանում։ Խաչին նավ տարածք են անվանում։ Քանի անգամ է ճանապարհով գնում ենք Խդերանցը նկատում էինք ու միշտ ասում ենք շատ հեշտ է մեզ համար լինելու նկարելը, ինքը փոքրիկ գյուղ էր մեզ համար թվում։ Բայց երբ մտնում ես գյուղ ու ոտքով քայլում ես, ծանոթանում ես գյուղի ամեն մի անկյունի հետ, հասկանում ես, որ ահռելի մեծ է եւ շատ հին է, քանի որ մենք գնացել ենք մի այնպիսի վանք, որտեղ ասում են, որ 7-ից 8-րդ դարերի պատմություն ունի։ Եվ այս քարը հենց այդ վանքից եմ ես վերցրել ինձ համար։ Գործիք է։ Գինի բացելի։ Ոչ, ոտին է փոխարինում։ Ռաժոկ։ Ոչ։ Ոտին է։ Որտե ոտով ենք հիմնականում անում կամ քարով։ Քարով չակուց։ Պոպոկ ջարդերի։ Սիրելի հետևորդներ, սա Վառե Մարեմի կամոդնա, չէ, Մայր Մկրտչյանի։ Գյումրիից եք բերել։ Այն որ ասма Ռուբեն տղա վերջին անգամ կսել։ Ոչ թե Գյումրիից են բերել, այդ ֆիլմի համար ստեց եկել են տարել, նորից բերել են։ Այն առաջինը գիտես ինչի համար է։ Կոկելու ձու։ Մոլո։ Եվ մեջտեղին է ինչի համար։ Մեջտեղին Տորտ կտրելու։ Այո։ Չէ, Սա սա չի, սա։ Չէ, սուրա, արագ սուրա։ Ասեք, ինչի համար Թող է։ սենց կտրում են պիցան, միցան։ Լավաշի։ Մեղրի ռամկեքը կա, չիչերը, սենց վերևները վերցնում են, որ նոր գցում են մեղրակամիջի մեջ կամ։ Այո, Գաբրիել, չենք անջատում, շարունակում են Գաբրիել։ Դեսա լավ սա, այդքան էլ չէ, սպասեք, ժողովուրդ։ Ինչ գործ ունես, քիթդ խոթված։ Սա ինչի համար է։ Դանակա սովորը։ Դանակա։ Դանակ մկրած սրնդա։ Եվ ամենահետաքրքիր գործիքը, որի կեսը չկա։ Սխտոր։ Որտեղ լավն է կլինի, այո։ Մեկն էլ կա։ Գտանք։ Տեսնում ես։ Մի հատ եկա, մի րոպե է։ Մենք շարունակում ենք մեր նկարանումը Խդերանց գյուղում։ Մենք հենց երբ որ մուտք գործեցինք Խնդրանց, ձեզ հետ ծանոթացանք, բայց ճիշտ է այդ ժամանակ ձեր անունը չհիշեցի, Ալվինայից տան են գտնվում, Ալվինան ծնունդով Կապանից է, բայց հարց է եկել այստեղ։ Հիմա կպատմի, երբ որ դուք հարց եք եկել այս գյուղ, ինչով եք զբաղվում ստեղ։ Հիմնականը քաղաքում աշխատում է տրիկոտաժում։ Դեռ որ տրիկոտաժը փակվեց մոտ 92-93 թվականներին, էլ կիսուրս մեծ կիներ տեղափոխվեցինք։ Տեղափոխվելու ժամանակ ստեղ արդեն բնակվում եք գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ։ Կո բան տենց պահում եք, հիմա չեք պահում։ Հիմա չենք պահում։ Հիմա ես տեսա, որ մեղուներ եք պահում, նույնիսկ ես նոր գործիքի հետ ծանոթացա, որ դա մեղվի համար է, հատուկ է չի, հա։ Հեշտ է մեղվի լեզուն գտնելը։ Մեղուն պահելը մի քիչ դժվար է, որտեղ կարողանաս լեզուն հասկանաս մեղվի։
Մեղուներին հասկանալ փոխարոն։ Իզեր մեղուներն են Շուշու թիվանգանում։ Ինչ ունեմ։ Խդերանց գյուղում հիմնականում ապրում են տարեցները։ Իսկ քանի որ խանութ չկա, նրանք ստիպված գնում են քաղաք, իսկ դրա համար օգտվում են անվճար տրանսպորտից։ Ռափան ստե գյուղերում ակումբներ բերած ստեղծած, ակումբի առաջի վայրը չի պապալստը։ Ինքը ստե թատերական բենլապեց, խմբակ լարեց, հետո քանի որ Ռափան թատերական լար չի, սա ինքնավար խմբեր լար։ Իրակ մի քանի հոգով ընկերներով հովակվում Ռափան շիրազադի թատրոն, դա յուրաց բենավար, յուրակը հիմնադիր է։ Ժողովուրդ պատկերացրեք 1960 թվականի թերթ է մեր ձեռքին, որտեղ գրված է Կաֆանսկե ռայկոմը ԿՊԱ-ի ռայսովետ, այսինքն Ղափանի շրջկոմի եւ շրջանային սովետի, չէ։ Աշոտ պապի, մալադեց, ասե Աշոտ պապի։ Լենինի ծնունդը, հայ Լենին ջան։ Այո։ Անկամ հայտարարություն կա։ Մենք Խդերանց գյուղում եւ ես կանգնած եմ այն պատշգամբում, որտեղ ժամանակին եղել է գյուղի գյուղապետարանը եւ գրադարանը։ Իսկ ներքևում Գուշկետը, շտապօգնությունը։ Ցավոք սրտի ավերակ վիճակում է գտնվում, չի գործում, հուսով ենք օրերից մեկ օր գյուղը ծաղկուն կապրի եւ այս գեղեցիկ հին շինությունը կվերանորոգվի եւ կգործի։ 12 ծուղ, 20-ից 25 մարդ, բայց հսկայական պատմություն ունեցող մի գյուղ։ Գյուղից սերվել են Բաբայան Արշալույսը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Բալայան Մխիթարը, սննդի տեխնիկումի տնօրեն եւ նրա տղան։ Գյուղը չափսերով փոքր էր, իսկ պատմությունը բավականին հին։